պակասը ում կողմից այս դեպքում, ծնողի, ընկերների։ Նախկինում դրան անվանում էին ուղղակի վեճ, ուղղակի մի բան, որ եղել է, ուղղակի լրելու թեմա։ Իրեն դնում է զոհի տեղ ու մտնում է հենց այդ զոհի կերպարի մեջ ու շատ վատ հետևանքներ իրականում տալիս հենց այդ զոհի դերի մեջ մտնելը։ Ովքեր հրահրում են, օրինակի համար երբ պսպսում են, ինչ որ մի բան են ասում, որ այդ իրավիճակին այդքան էլ համապատասխան չի։ Չեն կարող մի օրինակ բոլորը լինեն Գնում այդ ամբողջ ներքին բարգությունը թափում է հասակակիցների վրա։ Այդ շերտային խնդիրը, որոնք որ իրենք տեսնում էին, բայց իրականում այդ շերտային խնդրի տակ կար լիքը շերտեր, որոնց որ առանձին կարիք կար անդրադառնալ։ Դա կլինի մեր համարժեք պատասխանը յուրաքանչյուրիս կողմից։ Կազմեք ուսումնական ռեժիմ, օգնեք երեխային հասկանալ, թե նա երբ պետք է խաղա, երբ հանգստանա եւ երբ սովորի։ Բարև ձեզ, ես Հասմիկն եմ Խալաթյան եւ դուք դիտում եք դպրոցից դուրս հաղորդումը։ Մենք խոսելու ենք մեր հաղորդման շրջանակներում թեմաներից, որոնք անմիջական կապ ունեն դպրոցի հետ։ Այսօրվա մեր առաջին թեման լինելու է մի թեմա, որի մասին շատ հաճախ լռում են եւ շրջանցում են։ Այսօրվա մեր թեման բուլինգը դպրոցում։ Այսօրվա իմ հյուրերն են ծնողի դպրոց Լիբրա հոգեբանական կենտրոնի հոգեբան Նանոր Մինասյանը, բազմազավակ մայրիկ, բզեզ ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն, մարդ, ով զբաղվում է այժմ իվենթների կազմակերպմամբ, Հերմինե Խաչատրյան։ Շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար, եկեք անցնենք մեր այսօրվա քննարկմանը եւ Նանոր ջան, առաջին հարցս ուզում եմ ուղղել ձեզ, ո՞րն է բուլինգի հոգեբանական սահմանումը։ Ինչպես կարող ենք բուլինգը տարբերել սովորական վեճից։ Ես նույնպես շնորհակալ եմ հաղորդաշարի համար եւ ընտրված թեմայի համար։ Բուլինգը հոգեբանական սահմանմամբ ինքը շարունակական եւ մտադրաբար կատարվող վնասված կամ դիսկոմֆորտն է մի անձի կողմից դեպի մյուսը, որտեղ կա ուժի դիսբալանս, այսինքն մեկը լինում է բուլինգ անողի դիրքում, մեկը լինում է բուլինգ ստացողի դիրքում։ Երբ դարանջատում ենք հասարակ կոնֆլիկտից, այստեղ հիմնական դարանջատումը լինում է, երբ որ լինում են ուժերի դիսբալանս եւ երբ որ մի կողմը շարունակաբար վնասվածք է հասցնում այլ մարդուն։ Այդ ձևով կարող ենք մենք դարանջատել, որովհետեւ երբ դարանջատում ենք, նաեւ մոտեցումներն ենք դարանջատում տարբեր։ Շնորհակալություն։ Ինչ եք կարծում, հնարավոր է, որ այժմ մենք չափազանց գայել ենք դարձել այս թեմայի վերաբերյալ եւ մեր երեխաներին այսպես շատ կաղապարված ենք պահում, շատ բամբակների մեջ ենք պահում եւ ցանկացած վեճին անվանում ենք բուլինգ։ Իրականում բուլինգը միշտ եղել է, միշտ կա, հակառակը նախկինում դրան անվանում էին ուղղակի վեճ, ուղղակի մի բան, որ եղել է, ուղղակի լրելու թեմա, իսկ հիմա հակառակը կարծում եմ, որ շատ ուշադրության կարիք ունեցող երևույթ է, որովհետև դրանից առաջացող հոգեբանական հետևանքները բավականին ծանր են լինում երեխաների հետ, նաև երեխաները տանում են դրանք դեպի մեծահասակ կյանք, այդպես որ շատ կարևոր է, որպեսզի անդրադառնանք հենց բուլինգին, դրա պատճառներին, ինչն է թողնում, որպեսզի մի երեխա բուլինգ անի, ինչպես է իրեն զգում բուլինգի ենթարկվող երեխան, այդպես որ այս թեման մի թեմա չի, որին ուղղակի աչք փակելով կարող ենք անցկացնել կամ ուղղակի ասել, որ սովորական վեճ է, լրելու մի բան է, կարիք չկա անդրադառնալու։ Հերմինե ջան, ձեզ եմ ուզում ուղղել հարցս, այդ դուք բազմազավակ մայրիկ եք եւ ձեր երեխաները հաճախում են դպրոց, վստահ եմ բազմիցս ականատես եղել եք բուլինգի դեպքերի, բայց շատ հաճախ ծնողները ինչպես են արձագանքում, ասում են դե մեր ժամանակ է եղել, ինչ կա, որ ինչ եք մտածում այս հարցի շուրջ, ինչ կարծիք ունեք դուք։ Նախ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար, Հասմիկ ջան, իրականում շատ լավ թեմա եք ընտրել, որովհետև ես բազմիցս ականատես եմ լինում թե իմ երեխաների դպրոցում եւ թե ուսումնական կենտրոնում բուլինգի արդիական լինելը։ Իրականում սա այն թեման չի, որ ծնողները անտարբերության մատնեն, որովհետև ցանկացածից մոտեցումը, ուշադրությունը շատ մեծ կարևորություն է տալիս այդ հարցի լուծմանը, որովհետև մենք շատերս մտածում ենք, որ ոչինչ կանցնի, երեխայը նեղված է, բայց կարող են դրանք շատ խորքային պատմություն, հետևանքներ ունենալ ու կարող է այնպիսի պատմություն լինել, որ մենք ինքներս տեղյակ չենք ու հենց մեծերի անտարբերությունը կարող
կարող է տանել շատ ավելի վատ հետևանքների։ Մենք պետք է այնքան հետևողական լինենք երեխայի նիստուկացին ու մենք կոպիտ ասած պետք է աչքերս 4 անենք, թե մեր շուրջի ինչ է կատարում, որովհետև հենց այդ համաձայն եմ հոգեբանի հետ, որ եթե մենք այդ հարցը չենք լուծում, կարող է շատ խորանալ ու նույնիսկ տանել հասուն կյանք, այդ բուլինգի երևույթը ու շատ վատ է, որ երեխան երբեմն հենց այդ բուլինգի պատճառով իրեն դնում է զոհի տեղ ու մտնում է հենց այդ զոհի կերպարի մեջ ու շատ վատ հետևանքներ է իրականում տալիս այդ հենց այդ զոհի դերի մեջ մտնելը։ Դուք Երմինե ջան, այսպես անցակ իմ հաջորդ հարցին, իմ հաջորդ հարցը հետևյալն էր, հնարավոր է, որ երեխան պարզապես իր թույլ տեսակով հրահրի բուլինգը իր նկատմամբ, այսինքն դասարանում սովորողներ, ովքեր ավելի լիդեր են, ավելի ուժեղ են, կենտրոնանան հենց իր թուլության պատճառով տվյալ անձի, տվյալ այս դեպքում աշակերտի վրա եւ նա ինքը այս դեպքում իր թուլությամբ հրահրի բուլինգը։ Ինչ եք կարծում։ Գիտեք, մի հատ հետաքրքիր երևույթ եմ ականատես եղել, որ երբեմն նույնիսկ երեխաները, որպեսզի լինեն ուշադրության կենտրոնում, իրենք հենց թույլ են տալիս դա, որովհետև իրենք այդպես գոնե ուշադրության են արժանանում։ Կարող է ձեզ համար տարօրինակ թվա, բայց շատ ժամանակ տեսնում եմ նույնիսկ հենց բուլինգի թեմայի հետ կապ չունեցող երևույթ ասեմ, որ երեխան ագրեսիվ արարք է դրսևորում զուտ նրա համար, որ ուշադրության արժանանա։ Հենց այդ նույն ձև կարող է երեխան թույլ տա, որ հա իր հանդեպ հենց ուժերը չի պատում, որ համարժեք պատասխան տա, հա, տվյալ երեխային, ով իրեն բուլինգի է ենթարկում, կամ միգուցե եւ հենց դա է պատճառը, որ թույլ տա ուշադրության պակասի պատճառով, այո, միգուցե եւ թույլ տա, որ իրեն բուլինգի ենթարկեն։ Նանոր ջան, ուշադրության պակասը ում կողմից այս դեպքում, ծնողի, ընկերների, միգուցե դպրոցում։ Չեմ կարող հստակ սահմանել, որ ուշադրության պակասի պատճառով կարող է երեխան հստակ նման վարքի դիմել, որովհետև գործոնները շատ տարբեր են, որովհետև պատճառները շատ բազմակողմանի կարող են լինել։ Մի դեպքում, երբ երեխան բուլինգի է ենթարկվում, ուրիշ դեպքերում նույն երեխան կարող է ինք բուլինգի ենթարկի ուրիշներին։ Այդպես որ շատ տարբեր գործոններ են լինում, օրինակի համար երբեմն բուլինգի են ենթարկում այն երեխային, ով որ տարբերվում է։ Դա կարող է տարբերություն լինել տեսքով, մտավոր կարողություններով, սոցիալական ստատուսով, ֆինանսական ստատուսով, հետաքրքրություններով, շփման սոցիալական հմտություններով, ցանկացած տարբերության դեպքում, հատկապես դեռահասների շրջանակներում, դա կարող է որպես հրահրանք լինի բուլինգ դրսևորելու համար։ Ուրիշ դեպքերում կարող է այն երեխաները, ովքեր որ շփման հմտությունների պակաս ունեն, երեխաներ, ովքեր որ ինքնակնահատականի պակաս ունեն կամ չեն կարողանում պաշտպանել իրենց, կամ երբեմն այն երեխաները, ովքեր հրահրում են, օրինակի համար երբ պսպսում են, ինչ որ մի բան են ասում, որ այդ իրավիճակին այդքան էլ համապատասխան չի, բայց ուզում եմ առհասարակ ասեմ, որ ցանկացած երեխա տարբեր միջավայրերում կարող է ենթարկվել բուլինգի, այդպես որ այս գործոնները ուղղակի գործոններ են, որոնք կարող են նպաստել, սակայն դրանք միանշանակ չեն։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Երմինե ջան, հաջորդ հարցս ձեզ, դուք որպես ծնող երբևէ խոսել եք ձեր երեխաների հետ, այն Նանորը նշեց, որ գուցե տարբերվող երեխաներին բուլինգի ենթարկեն, իրենց բացատրել եք, որ եթե օրինակ երեխան ունի այլ նախասիրություն, որը քոնին չի համապատասխանում կամ դուք ունեք տարբեր կարծիքներ, չպետք է երեխային բուլինգի ենթարկել կամ գուցե դուք պարզապես ձեր օրինակով եք ցույց տալիս, ինչպես եք վարվում այս դեպքում։ Իրականում շատ լավ հարց տվեցիք, ինձ թվում է յուրաքանչյուր ծնող պարտավոր է իր երեխաների հետ խոսել նախ մեր շրջապատում ապրող երեխաների տարբեր նախասիրությունների մասին ու առհասարակ կարող են երեխաներ լինել, որ նույնիսկ ունենան ոչ միայն սոցիալական խնդիրներ կամ կարող են նույնիսկ ունենան առողջական խնդիրներ, որոնք որ տարբերվում են, այսինքն մեր նման չեն այդ երեխաները, ես առաջին հերթին միշտ ուշադրությունս հրավիրում եմ երեխաներին այդ փաստի վրա, որ իրենք էլ մեր նման երեխաներ են, իրենք էլ մեզանից ոչինչով չեն տարբերվում ու իմ սաներն էլ միշտ ասում են, որ մենք
մենք չենք ընտրում ինչպես ծնվենք, հա մենք ծնվում ենք այնպիսին, ինչպես Աստված է մեզ ստեղծել ու պետք է ընդունենք յուրաքանչյուրն այնպիսին, ինչպիսին որ կա ու հորդորում եմ, որ իրենք էլ աջակից լինեն այդ երեխաներին։ Տարածված կարծիք ու կարծրատիպեր կան, իհարկե, օրինակ տղան բարի չի գնում, ընդհանրենք, կամ ով է տեսել տղան խոհանոցում պատրաստի կամ չգիտեմ, այդպիսի բաներ, որոնք որ նույնպես բուլինգի թեմա են դառնում։ Ես ասում եմ, ցանկացած երեխային պետք է հենց փոքրուց սովորեցնել, որ ինչ նախասիրություն էլ որ երեխան ընտրի, դա հարգելի է, դա գնահատելի է, որովհետև իր բնավորությանը հարիր, հա, համապատասխան ինքը մասնագիտություն է ընտրել, ինչը որ մենք կարող ենք նույնը չընտրել, այսինքն չենք կարող մի օրինակ բոլորը լինեն ֆուտբոլիստներ, մանկավարժներ, մենք բոլորս տարբերվում ենք մեր տեսակով, էությամբ ու հեչ պարտադիր չի, որ նման լինենք։ Ու հենց ծնողի խոսքը տանից, հա, ասված իր հետ զրույցը երեխային ինձ թվում է մեծ ուղղություն է, հա, որ ինքը հաջորդաբար իր ընկերների հետ, իր շրջապատող գտնվող մարդկանց հետ նորմալ ձևով վարվի, հա, ճիշտ ձևով վարվի։ Ուզում եմ անհատական պրակտիկայից մի օրինակով գամ ձեր նշածներից շուրջ աշխատում եմ մի երեխայի հետ, դերահասի հետ, աղջիկ ինքը շատ սիրում էր նկարել ու իր նկարչության ոճը տարբեր էր, ինքը իր համար հատուկ ոճ էր ստեղծել, բայց նույնիսկ նկարելը, որը որ շատ ընդունված զբաղմունք է այդ տարիքի երեխաների մոտ, այնպես էլ ընդունվեր իր շատ նախասիրությունը այդ հարցում հասակակիցների դասարանի աղջիկների կողմից, ովքեր որ լրիվ ուրիշ դերահասական հետաքրքրություններ ունեին, այդպես որ հետաքրքրություններով ընդհանրապես չէին համընկնում եւ այդպես էր ստացվել, որ այս երեխային աղջկան բուլինգի էին ենթարկվում, որովհետեւ ինքը տարբերվում է իրենց ունեցած իրենց սահմանած հետաքրքրություններից ու երկար աշխատանք էր, մինչև որ դպրոցի ներգրավվածությամբ նաև երեխային գնահատմամբ իր ունեցած ստեղծագործական ոճին, որ հետո արդեն տեսնում էր, որ դա մի բան է, որը որ ինքը հաճելի է, ոչ թե մի բան է, որը որ դրանով ինքը բախումների մեջ է մտնում, այդպես վերջում նույնիսկ դպրոցը ինքն էր նախաձեռնել կամ երեխայի հետ միասին այդ որոշման հասանք, որ երեխան դերահասը փոքրիկ խումբ կազմակերպի, որտեղ որ իր հասակակիցների կամ ավելի տարեկով փոքր երեխաներին սովորացնի իր այդ հմտությունները ու դա շատ լավ նախաձեռնություն էր դպրոցի կողմից, որովհետև դպրոցը երբ որ նման նախաձեռնություն է անում ու փորձում է երեխաների այդ լավ որակները բերել որպես մի բան, որոնք որ արժանի էին դրական ուշադրությանը, դա ինքնին արդեն շատ դրական միջադեպի էր վերածվել, իրականում վերջում նույն երեխան չընկերացավ այդ խմբի հետ ու դա էլ սպասելիք չի, որ պետք է բուլինգի ենթարկվող երեխան մտերմություն ստեղծի բուլինգի ենթարկողի հետ, երբեմն այս սպասելիքները լինում են, բայց այդքան էլ երբեմն դրական սպասելիք չի լինում այս դեպքում։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Այ քանի որ ես ուսուցիչ եմ, ով այժմ էլ աշխատում է դպրոցում, ես ձեզ մի բան եմ ուզում հարցնել։ Ես շատ ժամանակ ականատես եմ լինում, որ երեխան դուրս է գալիս լավ ընտանիքից, հա, եւ ես վստահ եմ, որ ծնողները զրուցում են երեխայի հետ, բացատրում են իրեն ամեն ինչ, ինչպես որ մեր Հերմինեն նշեց, բայց միևնույն է երեխան դպրոցում ագրեսոր է եւ դառնում է բուլինգի հրահրողը։ Այ որտեղ է պատճառը թաքնված, որտեղ մենք փնտրենք պատճառը, ինչու է երեխան, ում ծնողները իր հետ խոսում են եւ բացատրում են, ամեն դեպքում դառնում ագրեսոր։ Շատ կարևոր հարց է, որովհետև այստեղ երբեմն ուշադրությունը գնում է միայն բուլինգի ենթարկվողին վրա, մոռանում ենք, թե ինչ է կատարվում բուլինգի ենթարկողի մոտ։ Բուլինգի ենթարկողի մոտ շատ տարբեր բաներ կարող են կատարվել, որոնք որ կարող են հրահրել, որ ինքը նման վարքի դիմի։ Դա կարող են լինել այո, ընտանեկան դժվարություններ, ծնողների հետ կապի դժվարություն, երբ որ երեխան այդ կապը չի կարողանում ծնողների հետ կառուցի, գնում այդ ամբողջ ներքին բարկությունը թափում է հասակակիցների վրա։ Կամ եթե ձեր նշած օրինակով, այո, երբեմն կարող են ունենալ շատ լավ հարաբերություններ ծնողների հետ ու դա միակ պայմանը չի, երբեմն բուլինգ անող երեխան ինք ուրիշ իրավիճակներում բուլինգի է ենթարկվում, փնտրում է տարբեր իրավիճակ, որտեղ ինքը կարող
կարողանա այդ ստատուսը վերցնել։ Ուրիշ դեպքերում երբեմն երեխաները այդ ձևը միակ ձևն է իրենց համար, որպեսզի կարողանան սոցիալական ստատուս ունենան, այսինքն այդ բուլինգ անելը հատկապես դեռահասների մոտ իրենց մի քիչ sense ուժ է տալիս, իբր ես կարևոր եմ, ես ուրիշին նպաստացնում եմ, ուրեմն ես իմ արժեքս բարձրանում եմ։ Այստեղ շատ կարևոր է որպեսզի մտնենք այդ երեխայի հուզական դաշտ, ինչն է իրեն թողնում որպեսզի այս վարքը լինի իր միակ ձևը, որպես ինքը կարևոր զգա արդյոք այլ որակներ վստահ են որ կան եւ ինչպես կկարողանանք դրանց վրա ուշադրություն դարձնենք։ Երբեմն էլ հուզական կարգավորման դժվարություններ են ունենում, ինչ որ բանից բարկանում է երեխան, չգիտի ոնց դա արտահայտում է նման ձև։ Այսինքն շատ տարբեր պատճառներ կարող են լինել, որոնք որ առանձին կարիք կա հասկանանք յուրաքանչյուր երեխայի համար ինչն է թողնում որպեսզի ինք բուլինգ անի եւ ինչպես կկարողանանք տվյալ երեխային օգնենք, որովհետեւ իսկապես բուլինգ անող երեխան նույնքան աջակցության կարիք ունի ու այդպես չի որ ինքը մեկն է ով որ միայն ագրեսիվ վարք է դրսևորում, կարիք կա ավելի խորքային նայենք հասկանանք թե ինչի կարիք ունի տվյալ երեխան։ Մի օրինակ հիշեցի մի դեպք, երբ եկել էին դիմել էին ինձ դեռահասի համար, ով որ լրիվ այլ խնդրով էին հասել իմ մոտ, բայց զրույցներից հետո բարձվեց, որ հանդիպումների ժամանակ երեխայի հետ բարձվեց, որ ինքը բուլինգի է ենթարկվում դպրոցում, բուլինգի է ենթարկում այլ միջավայրում եւ ունի այլ տարբեր վախեր, որոնք որ բոլորը իրար հետ այսպես խառը հոգեկան վիճակ էին ստեղծել իր մոտ, որը որ արտահայտվում էր ծնողի մոտ այդ շերտային խնդիրը, որոնք որ իրենք տեսնում էին, բայց իրականում այդ շերտային խնդրի տակ կար լիքը շերտեր, որոնց որ առանձին կարիք կար անդրադառնալ մինչև հասանք այդպիսի վիճակի, որ երեխան իրեն արդեն ներսից հանգիստ հասկացված էր զգում ու դա արդեն արտացոլվում էր իր տարբեր միջավայրերում։ Շատ լավ։ Այդ դեպքում ինչ անի ուսուցիչը, երբ որ դիմում է ծնողին, բայց ծնողն ասում է ոնց, մեր երեխան ոչ, նա երբեք չի կարող, նա նման բան չի անի, նա նման բանի ընդունակ չի, բայց փաստ մենք դա տեսնում ենք, մենք դա արձանագրում ենք եւ բնականաբար սրտացավ ենք եւ ցանկանում ենք օգնել թե բուլինգի ենթարկողին, թե ենթարկվողին հասկանալու պատճառը, բայց ծնողը ընդառաջ չի գալիս եւ կապ չի հաստատում մեզ հետ։ Այ ինչ խորհուրդ կտաք, ինչպես վարվել, ինչպես աշխատել ծնողի հետ, ինչպես նրան ցույց տալ, որ իր երեխան նույնպես կարող է ինչ-ինչ հարցերում սխալվել։ Այստեղ կարևոր է իրականում իսկապես ծնողները պատասխանատու ձևով մոտենան հարցին, որովհետև եթե նման իրավիճակի մասին է խոսվում դպրոցից, ուրեմն գա մի բան, որին արժանի է, որ ծնողը ուշադրություն դարձնի, ինչպես խոսել որպես ուսուցիչ ծնողներին ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում, ինչ կարող են լինել պատճառները, ինչպես կարող ենք օգնել երեխային, ցույց տալ, որ ձեր դերը դպրոցի դերը այն է, որ մենք ուզում ենք օգնել երեխային, որպեսզի ինքը իրեն մաքսիմալ հանգիստ զգա, ինչպես կկարողանա ծնողը համագործակցի այս հարցում, այսինքն հրավիրել ծնողին որպես համագործակցության դաշտ եւ ոչ միայն ներկայացնել փաստը, որ այս իրավիճակը ունենք ու գնացեք լուծեք այս խնդիրը, որովհետեւ եւ դպրոցը եւ ծնողը ունի իր անելու բաժինը, երբ որ ներկայանա դպրոցը իր բաժինը վերցնի իր վրա ու ասի, որ մենք այս կետերին ենք անդրադառնում, ձեզնից սպասում է այսինչ կետերին անդրադառնալ, դա լավագույն շահերից է բխում, որպեսզի կարողանանք երեխայի համար հանգիստ միջավայր ստեղծենք։ Ու նաև եթե դպրոցը ունի ինչ-որ սահմանափակումներ բուլինգի վարքի հետ, դրսևորման հետ կապված, ապա դրանք նաև ներկայացնել ծնողին, որովհետև դա մի բան է, որ իսկապես արժանի է, որ ուշադրություն դարձվի դրան։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Հերմինե ջան, ինչ եք կարծում, երբ որ դպրոցները ժխտում են բուլինգը իրենց մոտ։ Ինչ եք կարծում, սա ինքնապաշտպանություն է, թե անտեղյակություն, այ որպես ծնող։ Ես այսպես ասեմ, հա, հիմիկվա մեր երեխաները շատ խելացի են։ Ես բազմիցս ականատես եմ եղել, որ իրենք կարողանում են ճիշտ միջավայրում իրենց ճիշտ դրսևորել։ Երբեմն իրոք իսկապես ուսուցիչը տեղյակ չի լինում, թե ինչա տեղի ունենում ու երբ արդեն զանգահարում ես կամ տեղեկացնում ես ուսուցչին, ուսուցիչը ասում է ոնց, բայց իրենք շատ նորմալ, հանգիստ դուրս են եկել, հա, միջադեպ է ենթադրենք տեղի ունեցել, նույնիսկ անգամ այն որ եկան սիրով տենց հրաժեշտ տվեցին, այսինքն ոչ մի, եթե իրենք նպատակադրված են լինում
թիմով, հա, թիմային աշխատանքը երբեմն տեսնում եմ, որ ասենք խումբ են բաժանված լինում նույնիսկ դասարաններում, դպրոցներում ու այդ ամեն գործընթացը իրանք անում են խմբերով։ Ու իրենք պլանավորած են լինում, ոնց պիտի անեն, որտեղ պիտի անեն, որ ոչ մեկ նույնիսկ չկասկածի դրա համար շատ հնարավոր է, որ ուսուցիչը տեղյակ չլինի։ Բայց ինչպես կարելի է անել, որ կոպիտ ասած դրա դեմը առնել, ամեն անգամ, երբ որ մենք ականատես ենք լինում այդ ամեն ինչին, պետք է հստակ ծնող հրավիրվի դպրոց, հենց ձեր ասած պայմանները իրենց ներկայացվի, որ այսուհետ նման պահվածքի համար երեխան պետք է ենթարկվի պատասխանատվությամբ ու երեխան պիտի զգա այդ պատասխանատվությունը, որովհետև երբեմն այնպիսի բուլինգներ են տեղի ունենում ու ես լսել եմ իմ ծնողներից, որ ես նույնիսկ ինքս սարսափել եմ այդ լուրը լսելով, որ անգամ նույնիսկ ոստիկանություն են դիմել այդ բուլինգի համար, որովհետև կարող են այնպիսի վնաս հասցնել ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկական, ու դրա համար երեխան նույնիսկ չզգա պատասխանատվության մի նշույլ անգամ։ Դրա համար երեխային ամեն անգամ, երբ որ տվյալ ղեկավարությունը, հա, դպրոցը ականատես է լինում նման բուլինգների, պետք է հրավիրվի հենց տնօրենություն, իր առջև փաստեր դրվի, պատասխանատվության ենթարկվի, որ այդ երեխան վերջի վերջո հասկանա, որ ինքը պատասխանատու է իր յուրաքանչյուր գործողության համար, որ ծնողը պիտի չկրի այդ պատասխանատվությունը, որ ինքը զգա, որ ինքը ինչ-որ մեկի կյանքին կամ իր հոգեբանության վրա մեծ ազդեցություն է թողնում։ Դա կլինի մեր համարժեք պատասխանը յուրաքանչյուրիս կողմից։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Իրականում հիմա մի ցավոտ հարց եմ ուզում տալ։ Դուք ասում եք դպրոցը հրավիրի եւ այլն, իսկ ինչ անել այն ուսուցիչների հետ, ովքեր իրենք են դառնում բուլինգ հրահրողը, չէ՞ որ ուսուցիչը այսօր հեղինակություն է դպրոցում եւ գուցե նրա ոչ դիտավորյալ, բայց մի անզգույշ խոսքը կամ մի անզգույշ արարքը լինի թեմա դպրոցում սովորող մյուս աշակերտների համար, որպեսզի նրանք կենտրոնանան, իրենց հեղինակությունը մի բան է ասել, չէ՞, եւ շարունակեն այդ միտքը եւ դա շատ ավելի խորքային լինի։ Ինչ անել այդ դեպքում, որտեղ ինչպես խորհուրդ տալ ուսուցչին, որտեղ պետք է լինի այդ սահմանը, հա, խիստ լինելու եւ բուլինգի չենթարկելու սովորողին։ Նանուր ջան, ձեզ լսեմ, հետո դուք կպատասխանեք Էլնե ջան։ Այս հարցը շատ իմ կարծիքով խիստ մոտեցման կարիք կունենա տնօրենության կողմից, որովհետև սա մի բան է, որը որ ես տեսնում եմ, որ հանդուրժելի չի, որովհետև երբ երեխասակակիցները այո, դրա հետևանքներն են շատ ծանր իրար հանդեպ բուլինգ են անում, մի բան է, բայց երբ մեծահասակը գիտակից մարդն է դա անում, դա մի ուրիշ բան է արդեն։ Այդ դեպքում ուղղակի դա պիտի բացառված լինի, սահման դնել, խիստ լինել, պահանջներ դնել երեխաների, աշակերտների դիմաց, պահանջել նրանցից, որպես իրենք պատրաստ լինեն ուսումնական դաշտում, դա ուրիշ բան է, բայց երբ պիտակավորում ենք, վատ դրույքի մեջ ենք դնում երեխային, նվաստեցնում ենք ուրիշների դիմաց, վիրավորական խոսքեր ենք ասում, դա արդեն մնում են ու ինչպես դուք նշեցիք, դրանք կարող են վերածվել, շահագործվել մյուս երեխաների կողմից, որպեսզի այդ նույն վարքը այդ տվյալ երեխայի հանդեպ շարունակվի ու շատ դեպքերի հետ եմ առնչվել, երբ նման իրավիճակների մեջ են հայտնվել երեխաները ու դա արդեն մի պիտակ է եղել, որը գպել է իրենց ու շատ դեպքերում դա շարունակվում է շատ երկար տարիներ։ Այդպես որ այս հարցում ուղղակի բանակցելու բահը համարյա չկա, որովհետև դա մի բան է, որը որ գտրուկ պետք է որ չլինի։ Երևի նաև այստեղ կարիք կա, որպեսզի ուսուցիչները իրենք վերապատրաստվեն, իմանան այլ ձևեր, որպեսզի կարողանան երեխաներին հրահրեն կամ օգնեն, որպեսզի ուսումնական ներգրավվածություն ունենան, իրենց ուսումնական նյութը հասցնեն, ինչ կանեն, եթե դասարանում ինչ-որ մի բան եղավ, որին իրենք չեն կարողանում տիրապետեն, այստեղ գալիս է ուսուցչի հմտությունները, որոնք կարիք կա հատուկ ուշադրություն դարձնել վերապատրաստումների, անհատական աշխատանքների տեսքով, որպեսզի այդ դրանք ուսուցիչները վերցնեն ու ստիպված չլինեն դիմել այս ձևերին։
Շատ լավ, այս դեպքում ես տեղյակ եմ, որ դուք ծնողների համար եք սեմինարներ անցկացնում, որպես ուսուցիչ եմ ձեզ խնդրում, մեզ ուսուցիչներից համար էլ սեմինարներ անցկացրեք, որովհետև հավատացնում եմ դրա կարիքը կա եւ շատ կա։ Եւ իսկապես կարծում եմ, որ շատ տեղին կլինի։ Ես առաջին ներկա գտնվողներից կլինեմ հաստատ, կիսվելու համար նաեւ փորձով իմ մյուս գոլեգաների հետ։ Եվ մեջան դուք ինչպես եք նայում այս հարցին։ Ես մի քիչ տարբեր տեսանկյուններից եմ դիտում, որովհետև դպրոցի մթնոլորտից զատ նաև երեխաների հետ առնչվում եմ մեր ուսումնական կենտրոնում, այնպես որ ինչպես իրենք դպրոցում չեն, հա, որովհետև ես մտածում եմ, որ արդեն ուսումնական կենտրոնում պետք է իրենց հետ ընկեր դառնաս, որ կարողանաս իրենց խորքային խնդիրները ճանաչել, որովհետև շատ ժամանակ եկեք խոստովանենք, որ երբ որ երեխան հոգեբանական վատ վիճակում է գտնվում, ինքը չի կարող կենտրոնանալ իր ուսման վրա։ Դրա համար ես կասեմ ուսուցիչների տեսանկյունից, հա, որ երբեմն արդեն ուսուցիչների նյարդերը չի հերիքում, տեղի է տալիս ու շատ ժամանակ իրենք էլ կամա թե ակամա միգուցե պիտակավորումներ են տալիս երեխաներին, ճիշտ է դա չի խրախուսում ու չի ընդունվում, բայց չեմ կարող նաև չնշել, որ հիմա շատ բազմիցս անգամ ու ականատես եմ եղել, որ հենց ուսուցիչներն են բուլինգի ենթարկվում աշակերտների կողմից։ Դա երկկողմանի բուլինգ է, ես կարող եմ ասել, որովհետև նույնիսկ դրվագներ ու պահեր կարող եմ ներկայացնել, որ հենց ուսուցիչը բուլինգի ենթարկվելու պատճառով լացելով դուրս է եկել դասարանից, այդ տիպի մթնոլորտ են ստեղծել դասարանում։ Ես միշտ նայում եմ էջի երկու կողմերը, հա, համեմատական տանելով, դրա համար պետք է ստեղծվեն իրապես սեմինարներ, որոնք որ ուսուցիչներին կկրթեն նոր գործիքակազմ սովորել, նոր մեթոդներ կիրառել իրենց դասապրոցեսի ընթացքում, որոնք որ կխթանեն, որ երեխաները իրենց ավելի կլանված լսեն, որ իրենք ուրիշ բաներով չտարվեն, որ չնկատեն, թե ով ինչ արեց դասի ժամանակ ու իրենք կենտրոնանան իրենց դասի վրա։ Ու շատ ժամանակ հենց այդ դասապրոցեսի ընթացքում է տեղի ունենում այդ ամեն ինչը որ իրենց համար ձանձրալի է ու այդ բաց թողումների պատճառով է, որ լինում է այս ամեն ինչը։ Ուսուցիչը նյարդայնանում է, ջղայնանում է, դասապրոցեսը չի ընթանում, ինքը ստիպված սկսում է գոռալ, հա, սկսում է պիտակավորումներ տալ երեխաներին։ Դրա համար ինձ թվում է պարբերաբար չէր խանգարի դպրոցում հենց կազմակերպել այդ սեմինարները ուսուցիչներին այդ հմտությունը սովորեցնելու համար, որովհետև հիմա մենք ինչքան մեր դարաշրջանը փոխվում է, հա, մենք այնքան զարգանում ենք, այդ գործիքակազմը զարգանում է ու առաջվա մեթոդները եկեք խոստովանենք, որ երեխաներին ընդհանրապես էլ չես զարմացնի ու իրենք սիրում են նորություն, նորարարություն, նոր մեթոդներ, ու իրենք սիրում են, երբ որ դու մի բան իրենց քեզ դնում ես իրենց տեղը ու այդ ժամանակ երբ որ մենք կարողանում ենք մեզ պատկերացնել իրենց դերում, իրենք էլ փորձում են ինչ որ չափով պատկերացնել մեր դերում։ Ինձ թվում է այդ ամեն ինչը պետքա փող համաձայնության հիման վրա լինի։ Եվ այսպես, որպես եզրափակիչ հարցս ուղղում եմ մեր հոգեբանին, Նանոր ջան, վերջի վերջո, ինչ պետք է անի երեխան, երբ իրեն բուլինգի են ենթարկում եւ ինչպես պետք է արձագանքի ծնողը, երբ լսում է դա իր երեխայի կողմից, որ օրինակ ինձ բուլինգի են ենթարկում դպրոցում։ Շատ կարևոր է, որ երեխան իմանա, որ դրա մասին կարիք կա բարձրաձայնի մեծահասակի մոտ, դա կարիք կա, որ լինի իր համար մտերիմ ինչ-որ մեկը, տասխեկը, ծնողը, այլ մեծահասակ, որին ինքը վստահում է։ Ուղղակի դա առաջնային կարիք կա փոխանցել երեխային, որ եթե նման իրավիճակներում հայտնվում ես, ապա դրանց մասին պետք է որ բարձրաձայնես։ Հետո երեխան, եթե դա ծնողն է այդ հուզականաջակցությունը փոխանցում, ծնողը լսի երեխային, փորձի հասկանալ, ցույց տալ, որ ինչքան դժվար է երեխայի համար այս իրավիճակը, խոսի նրա հույզերից, ինչքան կարող է տխրում է, զգում է մենակություն, բարկություն է զգում, եւ հետո նոր, երբ որ այդ բաց զրույցը իրականացվում է երեխայի հետ, երեխան իրեն ապահով է զգում տվյալ մեծահասակի, այս դեպքում ցանկալի է որ ծնողը լինի, կկարողանա նոր անցնել, թե ինչպես կկարողանա վարվի նման դեպքերում, ինչպես արձագանքի, եթե որ նման իրավիճակի մեջ է հայտնվել։ Բայց եթե ասում ենք երեխային, որ բա դու ղզիկ չես, բա տղա ես, բա պետք է չվախենաս, բա քեզ ասեցինք դու
հետևել ես ինչ բան արել, ինչի չարեցիր, հաջորդ դեպքում մեծ հավանականությամբ երեխան էլ չի մոտենա ծնողին ու այդ հարցերը կմնան իր մեջ կամ այլ ուրիշ ձևերով կգնա լուծելու։ Այդպես որ այս մեկնաբանությունները ուղղակի գարիք կա դուրս հանենք մեր բարաբաշարից, փոխարինենք հասկացողի դիրքում եղող բարաբաշարով, լսենք երեխային, հետո նոր անդրադառնանք, թե ինչպես կկարողանա արձագանքի երեխան։ Արձագանքման ձևերը տարբեր են, մի երեխայից մյուսը տարբերվում է, դա որպես հոգեբան, այդ բաղով շատ անդրադառնում ենք երեխայի հետ անհատական հանդիպումներին, մշակում ենք այնպիսի արձագանքներ, որ ինչին երեխան իրեն հանգիստ կզգա։ Մի երեխայի դեպքում դա կարող է անտեսելն է, ընդհանրապես չանդրադառնալը։ Ուրիշ երեխաների դեպքում, երբ իրենք արդեն իրենց պատրաստ են զգում որոշ ժամանակ անց, կարող է ուղղակի ասեն, որ չանես, գանք դուր քո ասածին, ինձ դուր չի գալիս։ Ուրիշ դեպքերում որոշ երեխաների մոտ հումորը կարող է ստացվի, այդպես որ արձագանքման ձևերը կարիք կա պարապել տանը երեխայի հետ, եթե դա ծնողն է անում, որպեսզի նման իրավիճակներում ինքը կարողանա իմանալ ոնց է արձագանքում։ Այլ բան, որ գործողություն, որ կարիք կա, որ երեխան իմանա, թե ինչ պետք է անի, թե ում դիմի դպրոցում, ովքեր են իր համար այդ վստահելի մեծահասակները, ում կդիմի, երբ նման իրավիճակ է։ Իրեն շրջապատի այնպիսի հասակակիցներով կամ մեծահասակներով, երբ որ գիտի, որ տվյալ ժամանակահատվածում սովորաբար բուլինգ է իրականացվում իր հանդեպ։ Սա սովորաբար լինում է կամ զուգարաններում, բակում, դասամիջոցներում, դպրոցից տարածքում մի փոքր ավելի դուրս, եւ նաեւ որտեղ ինքը այս դասամիջոցներում ասենք կարողանա այնպիսի վայր գնալ, որտեղ իր համար ապահով է։ Պաշտպանված կլինի։ Այս մոտեցումներին կարիք կա երեխան ինքը իրազեկված լինի, բարբերաբար դրա մասին բարձրաձայնի։ Իսկ ունեք միջոցառումներ հենց երեխաների հետ այս թեմայով, ձեր ծնողի դպրոց շրջանակներում։ Այս բային նման սեմինար վեբինար չի ստացվում, բայց ձեր մտքերը շատ արժանի են ուշադրության, իսկապես կարևոր հարց է ու կարիք կա երևի թե ավելի խորացված անդրադառնալ այս հարցին։ Եվ այսպես, եկեք փորձենք արդեն ամփոփել այսօրվա մեր հաղորդումը, ինչ կցանկանայիք, որ այս թեմայից դուրս բերեին մեզ տեսնող լսողները։ Ինչ միտք։ Միտք, որ բուլինգի ենթարկվողը եւ բուլինգի ենթարկողը եւ ականատեսները երբեմն ունեն աջակցության կարիք, ունեն լինելու լսված, հասկացված, ունեն ձեռք բերելու նոր տարբեր արձագանքման ձևեր, որոնք իրենք կգիրառեն իրենց առօրյա կյանքում։ Շատ լավ, Հերմինե ջան, դուք։ Ես խորհուրդ կտայի, որ այն մարդիկ, ովքեր որ ականատես կլինեն բուլինգի, իրենք անտարբեր չմնան այդ ամեն ինչի նկատմամբ, բարձրաձայնեն, շատ զրուցեն իրենց երեխաների հետ, որովհետև շատ զրույցի միջոցով է, որ բացահայտվում է շատ գաղտնի բաներ ու իրենց երեխաների հետ շփումը շատացնել։ Երբեմն երեխաները հենց իրենց հետ ծնողների հետ այդ անձնային մտերմությունը չունենալու պատճառով վախենում են կիսվել ինչ-ինչ թեմաների մասին, ինչը որ ցավոք սրտի խորքային հետևանքներ է թողնում, թող ծնողները հաճախակի շփվեն իրենց երեխաների հետ, իրենց հուզային հոգեկան վիճակը իրենց երեխաների հասկանալու համար, ինձ թվում է ամենալավ օգնականը հենց ծնողն է լինելու երեխային այդ իրավիճակից դուրս բերելու համար։ Ամենամեծ երևի խորհուրդս այս պահին դա է։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ ձեզ հրավեր ընդունելու համար եւ այսօր ինձ հետ այս շատ լավ պրոդուկտիվ զրույցը ունենալու համար։ Ես վստահ եմ եւ գիտեմ, որ սա այն թեման էր, որը վստահ հուզում է շատ-շատերին, գրեթե բոլոր ընտանիքներում էլ կան դպրոցահասակ երեխաներ, եւ եթե մենք այսօր չենք բախվել, ապա մենք ապահովագրված չենք վաղը այս թեմայից խուսափելու համար։ Սա, ինչպես ասում են, մի օր մեր դուրն էլ է ծեծելու, մենք պետք է լինենք տեղյակ, մենք պետք է լինենք իմաստուն, թե մենք որպես ուսուցիչներ, դուք որպես ծնող, դուք որպես աջակցող թիմ պետք է լինեք նաև ծնողների կողքին, կարողանաք ճիշտ խորհուրդներով ուղղորդել։ Բուլինգը այն թեման է, որի մասին շատ չի խոսվում, հիմնականում շրջանցվում է, բայց մենք փորձեցինք այսօր բարձրաձայնել շատ ու շատ հարցեր եւ խորհուրդների միջոցով օգնել ձեզ։ Իսկ դուք խնդրում եմ մնացեք մեզ հետ, որովհետեւ հաղորդման երկրորդ մասում ես տալու եմ շատ օգտակար խորհուրդներ։ Ինչպես օգնել երեխային ավելի լավ սովորել։ Ստեղծեք ուսման համար ավելի լավ միջավայր։
հանգիստ պայմաններ, լուսավորված տարածք, հեռացրեք հեռախոսը եւ հեռուստացույցը։ Կազմեք ուսումնական ռեժիմ, օգնեք երեխային հասկանալ, թե նա երբ պետք է խաղա, երբ հանգստանա եւ երբ սովորի։ Ուսումը առօրյայի մաս դարձրեք։ Կարևոր չէ երկար սովորելը, կարևոր է կայունությունը։ Փորձեք ամեն օր ինչ-որ մի նոր բան սովորել։ Ուսումը կապեք կյանքի հետ, օրինակ մաթեմատիկան խանութ գնալիս կամ ընթերցանությունը միասին հեքիաթներ ընթերցելիս։ Եվ ամենակարևոր խորհուրդը՝ միշտ պատրաստ եղեք օգնության, բայց երբեք չանեք դա երեխայի փոխարեն։ Իրեն տվեք շատ հարցեր, մտածելու տեղ, բայց օգնեք նրան միայն դրանով։ Երբեք ու երբեք չսովորեք երեխայի փոխարեն։